Լինում է դեպքեր եւ ուրիշ տեսակ են նա, որ ոնց թե կին ոսկերիչ ոնց կարելի է վստահել, բոլորին է զարմացնում, թե ինչպես եմ ընտրել այս մասնագիտությունը։ Ամուսինս ոսկերչությամբ էր զբաղվում, ես փորձում էի, հյուսեր էի անում, ինքը առաջարկեց երկրորդ մասնագիտություն ընտրել եւ ընդունվեցի Վանաձորի պոլիտեխնիկ ոսկերչական։ Սովորելուց հետո առաջարկներ ստացա բանկում աշխատելու, որպես ոսկերիչ գնահատող։ Բանկում միշտ զարմանում են, հարցնում են, մենք ոսկերիչի մոտ ենք եկել։ Ասում եմ, ոսկերիչը ես եմ, բայց աշխատանքի առումով դժվարություն չկա։ Սա այնպիսի բան չի, որ կնոջը անհասանելի է կամ կինը չի կարող։ Փոքր տղաս Արամը Գեղարվեստի ակադեմիան է վերջացրել, առաջարկեց մեր զարդերը մենք ինքներս վաճառենք։ Բացեցին խանութը, շատ տարբեր են մեր զարդերը, իմ զարդերը նմանվում են ասեղնագործության։ Պետք չի վախենալ, պետք է սիրով առաջ գնալ ու արդյունքները անպայման կտեսնեք։